Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Սկզբում մի քանի թեմաներ Իրան-ԱՄՆ հակամարտության վերաբերյալ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է ԱՄՆ ռազմածովային ուժերին կրակել եւ ոչնչացնել Իրանի ցանկացած նավ, որը կփորձի ականապատել Հորմուզի նեղուցը։ Իրանն էլ իր հերթին շարունակում է վերահսկողությունը նեղուցում, հրապարակելով նաեւ կադրեր, թե ինչպես են հատուկ ջոկատայինները գրոհում բեռնատար նավերը։ Թեև Թրամփը կենտրոնացել ականների վտանգի վրա, փորձագետները նշում են, որ Իրանը օգտագործում է նաև այլ մեթոդներ՝ արագընթաց նավակներ, հրթիռներ, անօդաչու սարքեր, նավարկությունը սահմանափակելու համար։ Պատերազմի սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողություններից հետո Իրանը փաստացի փակել է նեղուցը այլ երկրների նավերի համար, թույլ տալով անցում միայն իր վերահսկողության տակ գտնվող նավերին։ Միաժամանակ դիվանագիտական դաշտում որոշ շարժ կա։ Իրանական բարձրաստիճան աղբյուրները նշում են, որ Թեհրանը կարող է մասնակցել բանակցություններին Պակիստանում, սակայն միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները վերացնի իր սահմանասովային շրջափակումը եւ ազատ արձակի արգրաված իրանական նավերը։ Պաշտոնական Վաշինգտոնը սակայն հայտարարում է, որ Հորմուզի նեղուցը պետք է շրջափակված մնա այնքան ժամանակ, մինչև Իրանը համաձայնության գա։ Միացյալ Նահանգները տարածաշրջան է ուղարկել երրորդ ավիակիր նավը։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Ջորջ Բուշ ավիակիրը հասել է կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի եւ գտնվում է Հնդկական օվկիանոսում։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում այժմ միաժամանակ տեղակայված են 3 խոշոր ավիակիր։ Ավելի վաղ այնտեղ արդեն գտնվում էին Աբրահամ Լինքոլն ավիակիրը Արաբական ծովում եւ Ջերալդ Ֆորդ ավիակիրը Կարմիր ծովում։ Այս ուժեղ ռազմական կուտակումը տեղի է ունենում Իրանի հետ պատերազմի պայմաններում հաստատված, բայց դեռևս անկայուն հրադադարի ֆոնին։ Հատկանշական է, որ Ջորջ Բուշ ավիակրի տեղաշարժը եղել է ոչ ստանդարտ նավը, որը մարտ ամսի վերջում դուրս էր եկել Վիրջինիայի Նորֆոլք նավահանգստից, սկզբում անցել Ատլանտյան օվկիանոսով, սակայն հետո փոխել է ուղղությունը, շրջանցելով Աֆրիկայի հարավային հատվածը եւ միայն դրանից հետո շարժվել դեպի Մերձավոր Արևելք։ Ռազմական հրամանատարությունը նշում է, որ 3 ավիակիրների միաժամանակյան ներկայությունը տարածաշրջանում հստակ ազդակ է, ինչպես Իրանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար, որ Միացյալ Նահանգները պատրաստ է արագ արձագանքել ցանկացած հնարավոր սրմանը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ բանակը պատրաստվում է վերականգնել պատերազմը Իրանի դեմ։ Հայտարարության մեջ ասվում է, որ հայն լիովին պատրաստ է թե պաշտպանական, թե հարձակողական գործողությունների համար, իսկ հիմնական թիրախներն արդեն սահմանված են։ Սակայն գործողությունների մեկնարկը կախված է Միացյալ Նահանգների կանաչ լույսից։ Առաջնային նպատակը Իրանի ներկայիս իշխանական համակարգը վերջնականապես չեզոքացնելն է։ Խոսքը վերաբերում է նաև իշխանության հնարավոր իրավահաջորդներին, որոնք դիտարկվում են որպես Իսրայելի դեմ գործողությունների շարունակողներ։ Քննարկվում է նաև Իրանի էներգետիկ եւ տնտեսական ենթակառուցվածքներին լայնածավալ հարվածներ հասցնելու սցենարը, երկիրը լրջորեն թուլացնելու նպատակով։ Կացը հավելել է, որ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, ապա այս անգամ դրանք կարող են լինել առավել կոշտ եւ լայնամասշտաբ, հասցնելով ծանրագույն հարվածներ։ Այլ թեմաներին անցնենք, Միացյալ Նահանգներում լայնածավալ հատուկ գործողություն է իրականացվել այսօր առավոտյան ուղղված կազմակերպված հանցավորության դեմ պայքարին։ Դաշնային գործակալները ձերբակալել են տասնյակ կասկածյալների, որոնք կապված են մեքսիկական մաֆիա հայտնի հանցավոր ցանցի հետ։ Գործողությունը, որը ստացել է Operation Gangsters Paradise անվանումը, իրականացվել է հիմնականում Կալիֆոռնիայի Օրինջ Քաունթի շրջանում միաժամանակյա շուրջ 30 խուզարկություններով։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 37 անձ, որոնց թվում կան սպանությունների, թմրանյութերի շրջանառության եւ կազմակերպված հանցագործության մեջ կասկածվողներ։ Իրավապահները նշում են, որ Լա Էմեն հանդիսանում է բանտային ծագում ունեցող հզոր կառույց, որը վերահսկում է Կալիֆոռնիայի գրեթե բոլոր լատինաամերիկյան փողոցային խմբավորումները։ Այն գործում է որպես հանցավոր կառավարություն, ղեկավարելով թմրանյութերի վաճառքը, շորթումները, նույնիսկ բռնության հրահանգները անգամ բանտից։ Գործողության ընթացքում արգրավել են մեծ քանակությամբ զենք զինամթերք եւ թմրանյութեր, ներառյալ ֆենտանիլ, մետամֆետամին, կոկային եւ հերոին, ինչպես նաեւ տասնյակ հազարավոր դոլարներ։ Դաշնային բյուրոյի ներկայացուցիչներն այս գործողությունն անվանել են կարևոր շրջադարձային պահ, ընդգծելով, որ այն նպատակ ունի թուլացնել հարավային Կալիֆոռնիայում գործող հանցավոր ցանցերի ազդեցությունը եւ բարձրացնել համայնքների անվտանգությունը։ Իրավապահ մարմինները նշում են, որ հետաքննությունը շարունակվում է եւ հնարավոր են նոր ձերբակալություններ կապված այս հանցավոր ցանցի գործունեության հետ։ Բաթն Ռուժ քաղաքում գտնվող Mall of Louisiana առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել, վիրավորելով առնվազն 10 մարդու։ Դեպքը տեղի ունեցել կենտրոնի ֆուդ կորտում, որտեղ ոստիկանության 2 խմբերի միջև ծագած վեճը արագ վերածվել է փոխհրաձգության։ Ականատեսների խոսքով իրավիճակը մի քանի վայրկյանում դուրս է եկել վերահսկողությունից։ Մարդիկ սկսել են փախչել, աղմուկ, խուճապ եւ լաց ամբողջ տարածքում։ Ոստիկանապետ
TJ Marrs-ը հաստատել է, որ կրակոցներն ուղղված էին խմբերի միջև, սակայն տուժածների թվում նաև հայտնվել են անմեղ քաղաքացիներ, որոնք պարզապես գտնվել են տարածքում։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, որոնցից առնվազն 2-ը վիրահատության կարիք է ունեցել։ Քաղաքապետ Սիդ Էդվարդսը խոստացել է, որ հարձակման մասնակիցները անպայման կձերբակալվեն։ Միևնույն ժամանակ ոստիկանությունը կոչ է արել բոլոր ականատեսներին տրամադրել տեսանյութեր և տեղեկատվություն կասկածյալներին հնարավորինս արագ հայտնաբերելու համար։ Կալիֆորնիայի նահանգապետի ընտրությունները մտնում է ակտիվ փուլ Սան Ֆրանցիսկոյում կայացել է առաջին խոշոր հեռուստաբանավեճը։ Դեբատ, որտեղ միմյանց դեմ էին դուրս եկել նահանգի առաջատար 6 թեկնածուները։ Բանավեճը դարձել է առաջին կարևոր հարթակային բանից հետո, երբ մրցապայքարից դուրս եկավ նախկին կոնգրեսական և առաջատար Էրիկ Սվալվելը, ստեղծելով քաղաքական նոր դինամիկա։ Հանրապետական ճամբարը ներկայացնում էին նախկին հեռուստամեկնաբան Սթիվ Հիլտոնը և Ռիվերսայդ շրջանի շերիֆ Չադ Բիանկոն, իսկ դեմոկրատների կողմից մասնակցում էին նախկին կոնգրեսական Քեթի Փորթերը, միլիարդատեր գործարար Թոմ Սթեյերը, առողջապահության նախկին նախարար Խավիեր Բեսերան և Սան Խոսեի քաղաքապետ Մեթ Մահան։ Քննարկումը, որը տևել է շուրջ 1.5 ժամ, անցել է համեմատաբար զուսպ մթնոլորտում, սակայն ընդգրկել է նահանգի ընտրողների համար կարևորագույն հարցեր։ Քննարկվել է նաև առաջիկա ընտրությունների ձևաչափը։ Կալիֆորնիայում գործող համակարգով առաջնային ընտրություններից հետո անկախ կուսակցական պատկանելությունից առաջ են անցնում 2 ամենաշատ ձայն հավաքած թեկնածուները։ Բանավեճի ընթացքում դեմոկրատ թեկնածուները հայտարարել են, որ պատրաստ են աջակցել միմյանց ընդհանուր ընտրություններում, մինչդեռ հանրապետական ճամբարում այդ հարցում միասնական դիրքորոշում չկար։ Կալիֆորնիայի ընտրողները քվեարկությանը կմասնակցեն մինչև հունիսի 2-ը և հենց այդ օրը կորոշվի, թե ովքեր են անցնելու ընտրապայքարի հիմնական փուլ։ Պայքարը լինելու կոշտ, իսկ հիմնական թեմաները գնաճը, անօթևանությունը և անվտանգությունը շարունակելու են մնալ ընտրարշավի հիմնական մասը։ Միացյալ Նահանգներում շարունակվում են կադրային փոփոխությունները պաշտպանության ոլորտում։ Պատերազմի նախարարությունը հաստատել է, որ պաշտոնից հեռացվել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի քարտուղար Ջոն Ֆելինը։ Նրա հեռացումը տեղի ունեցել անմիջապես ուժի մեջ մտնող կարգով, սակայն պաշտոնական պատճառ դեռևս չի ներկայացվել։ Սա հերթական փոփոխությունն է Պենտագոնում պատերազմի պայմաններում ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ պաշտոնակ արվեց նաև բանակի բարձրաստիճան գեներալներից մեկը։ Ըստ աղբյուրների, Ֆելինի հեռացման հիմնական պատճառներից մեկը նավաշինության բարեփոխումների դանդաղ ընթացքն էր։ ԱՄՆ ռազմածովային ուժերը այժմ գտնվում են լուրջ ճնշման տակ, արագորեն ընդլայնելու իր նավատորմը, հատկապես այն ֆոնին, որ Չինաստանի նավաշինական կարողությունները զգալիորեն գերազանցում են հիմա Միացյալ Նահանգներին։ Նշվում է նաև, որ Ֆելինը ունեցել է լարված հարաբերություններ նախարար Փիթ Հեքսեթի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Բացի այդ, նրա գրասենյակի նկատմամբ ընթացել է էթիկայի հետաքննություն։ Պենտագոնը հայտարարել է, որ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, մինչև կընտրվի մշտական փոխարինողը։ Ֆելինը համարվում էր նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կանգնած գործիչներից մեկը, բայց դարձել է առաջին բարձր մակարդակի ռազմական ղեկավարը, որը պաշտոնանկ է արվել հենց Թրամփի վերադարձից հետո։ Սենատը կարևոր քայլ է կատարել ներքին անվտանգության նախարարության DHS-ի վերաբացման ուղղությամբ, ընդունելով նոր բյուջետային նախագիծ, որը նախատեսում է ֆինանսավորում ներգաղթի վերահսկման հիմնական կառույցների, այսի և սահմանապահ ծառայության համար։ Քվեարկությունը տեղի է ունեցել լարված քաղաքական պայմաններում, 50 կողմ և 48 դեմ ձայներով, և նախագիծն այժմ ուղարկվում է ներկայացուցիչների պալատ։ Այս գործընթացը իրականացվեց բյուջետային հաշտեցման գործընթաց մեխանիզմով, որը թույլ է տալիս հանրապետականներին այս պայծրությամբ ընդունել որոշումներ պարզ մեծամասնությամբ շրջանցելով 60 ձայնի պահանջը։ Հիշեցնեմ, որ ներքին անվտանգության նախարարությունը մասամբ փակ է դեռևս փետրվարից, երբ դեմոկրատները փոփոխություններ սկսեցին պահանջել ներգաղթի քաղաքականությունում։ Սակայն բանակցությունները տապալվեցին, և կողմերը չհասան այդպես էլ համաձայնության։ Հանրապետականները պնդում են, որ նախագիծը անհրաժեշտ է երկրի սահմանները անվտանգ պահելու համար։ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը հայտարարել է, որ վերջնական արդյունքը կլինի այն, որ Ամերիկայի սահմանները պաշտպանված կլինեն։ Ի հակադրություն դեմոկրատները քննադատել են նախաձեռնությունը, նշելով, որ այն չափազանց մեծ գումարներ է ուղղում ներգաղթի վերահսկմանը, անտեսելով քաղաքացիների առօրյա խնդիրները, առողջապահության, բնակարանների, կյանքի թանկացման հարցերը։ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ պետք է առաջնահերթ լինի քաղաքացիների ծախսերի նվազեցումը, ոչ թե հարյուրավոր միլիարդների ուղղումը այսին։ Նախագիծը նախատեսում է շուրջ 70 միլիարդ դոլարի ֆինանսավորում 3 տարվա համար, մինչև նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտը։ Ներկայացուցիչների պալատում հնարավոր խոչընդոտներ կան։ Հանրապետական որոշ պատգամավորներ ցանկանում են նախագծին ավելացնել այլ առաջնահերթություններ, իսկ դեմոկրատները շարունակում են պահանջել վերահսկողության մեխանիզմներ, այսի և սահմանապահ ծառայության գործունեության նկատմամբ։
Վաշինգտոնում այս շաբաթ սպասվող լրագրողների ասոցիացիայի ամենամյա ընթրիքը հայտնվել է ուշադրության կենտրոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր մասնակցության պատճառով։ Այս միջոցառումը, որը հաճախ անվանում են լրագրողների պրոմ, տարիներ շարունակ եղել է քաղաքական եւ մեդիա էլիտայի կարևոր հավաքներից մեկը։ Սակայն այս տարի այն ուղեկցվում է լուրջ հակասություններով, քանի որ Թրամփի վարչակազմի եւ մամուլի հարաբերությունները մեղմ ասած շարունակում են մնալ լարված։ Նախագահը բազմիցս քննադատել է լրագրողներին, դատական հայցեր ներկայացրել առաջատար լրատվամիջոցների դեմ եւ սահմանափակել մեդիայի հասանելիությունը Պենտագոնում։ Ավելի քան 350 նախկին լրագրող ստորագրել են նախաձեռնություն, որով կոչ են անում միջոցառմանը ներկա գտնվողներին բացահայտ պաշտպանել մամուլի ազատությունը։ Քննարկվում է նաեւ խորհրդանշական բողոքներ, օրինակ կրծքանշանների միջոցով ընդգծել առաջին ուղման կարևորությունը։ Մի շարք լրատվամիջոցներ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու ընթրիքին որպես բողոք։ Մյուսները սակայն նշում են, որ նման միջոցառումները նաև հնարավորություն են ստեղծում լրագրողների համար անձնական շփումներ հաստատել պաշտոնյաների հետ, ինչը հետագայում կարող է օգնել իրենց աշխատանքում։ Եթե Թրամփը ներկա լինի, նա կարող է բախվել նաև անհարմար պահերի։ Մրցանակներ են հանձնվելու այն լրագրողներին եւ լրատվամիջոցներին, որոնց նա նախկինում քննադատել կամ նույնիսկ դատի է տվել։ Մնանք մայրաքաղաքում, Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների ամենահին եւ խորհրդանշական ավանդույթներից մեկը։ Առաջին տիկնոջ ամենամյա ընթրիքը, որը այս տարի անցկացվել է արդեն 113-րդ անգամ։ Միջոցառումը համախմբել է կոնգրեսի անդամների ընտանիքների ներկայացուցիչներին, հանրային գործիչների եւ տարբեր ոլորտների առաջնորդների, ընդգծելով համայնքային կապերի, համագործակցության եւ հասարակական ծառայության կարեւորությունը։ Միջոցառումը մեկնարկել է հանդիսավոր մթնոլորտում ԱՄՆ դրոշի ներկայացմամբ ու ազգային օրհներգով, ինչից հետո հնչել է աղոթք միասնության, առաջնորդության, հասարակությանը ծառայելու գաղափարների շուրջ։ Ելույթներով են հանդես եկել միջոցառման կազմակերպիչները, որոնք նշել են, որ այս ավանդույթը ավելի քան մեկ դար շարունակ նպաստում է քաղաքական շրջանակներում բարեկամական հարաբերությունների ձևավորմանը եւ երկրի միասնականության ամրապնդմանը։ Միջոցառմանը ներկա է եղել ԱՄՆ փոխնախագահի կինը Ուշա Վենսը, որը իր ելույթում ներկայացրել է առաջին տիկին Մելանիա Թրամփի գործունեությունը, ընդգծելով նրա ծրագրերը երեխաների, ընտանիքների եւ կրթության ոլորտում։ Իսկ Մելանիա Թրամփը կարևորել է երեխաների անվտանգ եւ առողջ զարգացումը, նշելով, որ դա ոչ միայն ընտանեկան, այլ նաեւ ազգային առաջնահերթություն է։ Նա ներկայացրել է Fostering the Future նախաձեռնությունը, որը նպատակ ունի աջակցել խնամատար ընտանիքներին եւ բարելավել երեխաների կյանքի պայմանները ամբողջ երկրում։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցել նաեւ խորհրդանշական նվերների փոխանցում, նորացնի ծածկոց, որը հանձնվել է երկրորդ տիկնոջը, ընդգծելով ընտանեկան արժեքների եւ սերունդների շարունակականության գաղափարը։ Ընթրիքն ավարտվել է մշակութային ծրագրով։ Այսքանն էինք առանձնացրել օրվա լրահոսից, կարծես թե թարմացումներ չունենք։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։